Պարոն Ավետիսյան, կխնդրեմ ներկայացնեք այս տարվա սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները, նաև 23-24-ին։ Այս տարի դեռ սուբվենցիոն աշխատանքներ չեն իրականացվել 25 թվականում։ 24 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացվել է Կոմիտաս փողոցի մի հատվածի մոտ 520 գծամետր երկարությամբ դպրոցի եւ մանկապարտեզը սպասարկող ճանապարհահատվածը։ Իսկ նախորդ տարիներին իրականացվել են սուբվենցիոն ծրագրերով գազաֆիկացում է տեղի ունեցել Թումանյան եւ Շիրազի փողոցների համար, սալարկվել է տուֆով Կոմիտաս փողոցի մեկ այլ հատված 9200 քառակուսի մետր շուրջ, վերանորոգվել է մշակույթի տունը սուբվենցիոն ծրագրով, մեր մանկապարտեզն է վերանորոգվել, բուժամբուլատորիան սուբվենցիոն ծրագրով Վերանորոգվել։ Այո, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում է իրականացնել աշխատանքները։ Էլ ինչ աշխատանքներ կան համայնքում կատարվող եւ արդյոք դրանք ներկայացված է սուբվենցիայով, թե մինչեւ ընտրություններ։ Այո, սուբվենցիոն ծրագրով ներկայացրել ենք, ծրագիր ունենք ներկայացնելու մեր այգեգործների փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Հիմնականում համայնքում մնացել են փողոցների բարեկարգման աշխատանքներ իրականացնել։ Գյուղը գազաֆիկացված է, Գազաֆիկացված է, այո, լուսավորությունը ամբողջությամբ կատարված աշխատանքները, ռոկման սուբվենցիոն ծրագրով նաև իրականացրել ենք խմելու ջրագծերի փոխարինման աշխատանքներ ենք հիմնովի իրականացնել, նաև համատեղ ջուր ընկերության հետ։ Հիմնականում արվել են նորոգման աշխատանքները արված են, կառուցման աշխատանքներն արված են, լավ կլիներ մարզադպրոց, որ այսինքն առաջիկայում նախատեսում են նմանատիպ ծրագրեր առաջարկենք, որ կառուցվող։ Իսկ գյուղը համաչափ հանգիստ ձևով զարգանում է, այդ 17 թվականից ի վեր մեր գյուղը զարգանում է, բարեկարգվում է, կառուցվում է, շենանում է։ Քանի որ առաջիկայում ընտրություններ են, Լյուդվիգ Գյուլնազարյանի շանսերի մասին խնդրեմ ասեք, ոնց է գնահատում։ Գնահատում եմ լավ Գյուլնազարյանի շանսերը, որովհետև այս վերջին իր պաշտոնավարման ժամանակահատվածում բավականին աշխատանքներ է իրականացվել, ժողովրդի կողմից ընդունվել է, հարգվել է ու բոլորի հետ լավ վերաբերմունքով, իր աջակցությամբ, աշխատանքի առումով թվում է լավ է լինելու։ Կարծում եք կհաղթի։ Իհարկե, համոզված եմ, որ կհաղթի։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։